Այս ապահովագրական օրենքի նախագիծը ինքը ի տարբերություն բոլոր այն երկրներին, որտեղ որ դրված է հիմքը սոցիալական ապահովագրությունը, այսինքն երբ որ հարուստները պետք է վճարեն աղքատների համար, Հայաստանի Հանրապետությունում ապահովագրությունը լինելու է հակառակը, աղքատներն են վճարելու հարուստների համար։ Հիմա բացատրեմ։ 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողները պետք է մուծեն 129,000 դրամ, ինչը ենթադրում է, որ իրենք վճարելու են նույն քանակով, ինչքանով որ վճարելու են օրինակ 1 միլիոն ստացողները, 2 միլիոն ստացողները, այսինքն ստացվում է, որ չկա սոցիալական հավասարության, արդարության խնդիրը եւ 65+ տարիքի մեր քաղաքացիներից մեծ մասը աշխատում են եւ աշխատում են պետական համակարգերում, ստանում են բարձր աշխատավարձներ եւ վերջերս խոսվում է նրա մասին, որ նախագիծ պետք է շրջանառվի, որ քաղցածառայության օրենքից հանել սահմանափակումը, մենք գիտենք, որ քաղցածառայությունը 65 տարեկանը մինչև աշխատում են, 65-ից հետո եւս 1 տարի կարող են երկարացնել։ Հիմա այդ սահմանափակումը հանում են, այսինքն իրենք կարող են աշխատել ինչքան որ ուզում են եւ թույլ կտա իրենց առողջությունը։ Այսինքն ստացվում է էլի մարդիկ, որոնք որ ստանում են 200-ից մի քանի անգամ բարձր աշխատավարձներ, նրանք ապահովագրվելու են պետության կողմից, ում հաշվին այն 200,000 ստացող քաղաքացիների հաշվին։